Երեկ լրացավ վարչապետի Շարասյան վրա երթից մահացած հղի կնոջ Սոնա Մնացականյանի մահվան 4-րդ տարին։ Ողբերգական վթարի վայրում քաղաքացիները երեկ ծաղիկներ էին խոնարհել։ Հայրը Մացակ Մնացականյանը դժգոհ է։ Դստերը մահացու վրա երթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն այս 4 տարիների ընթացքում ոչ միայն աշխատանքից չի ազատվել, այլև ընդամենը 1 օր է մնացել անազատության մեջ։ Մինչև հիմա ոչ մեկը չի պատժվել։ Վարորդը շարունակում է աշխատել։ Ընտանիքը պահանջում էր 4 տարվա ազատազրկում, բայց առաջին ատյանի դատարանը 1.5 տարվա ազատազրկման որոշում է կայացրել։ Երկու կողմերն էլ բողոքարկել են։ Վարորդի փաստաբանն առհասարակ պահանջում է անմեղ ճանաչել իր պաշտպանյալին։ Վերաքննիչի վճիռը սպասվում է մայիսի 18-ին։ Սոնայի հայրը մտավախություն ունի, եթե իրենք կամ մյուս կողմը վերաքննիչի որոշումից դժգոհ լինեն ու այն վճռաբեկ դատարանում բողոքարկեն, գուցե լրանա այս գործի վաղեմության ժամկետը, իսկ դա մյուս տարվա ապրիլին է։ Հայրը այլ դժգոհություններ էլ ունի։ Ես մտավախություն ունեմ, որ ձգձգում է, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա։ Ինչ վերաբերում է ՇԿ-խմբի ղեկավար կազմի նկատմամբ պատիժը, դա вообще քննարկվել է։ Չնայած դատարանն ապացուցել է, որ վարչապետին ուղեկցած Շարասյան առաջին մեքենայի վարորդը Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը, նրա փաստաբան Ռուբեն Բալոյանն այս բոլոր 4 տարիների ընթացքում պնդում էր հղի կինը չի ենթարկվել խաչմերուկը կարգավորող տեսուչի հրահանգին։ Ինքը հետ քայլի ժամանակա վրա էր ենթարկվում։ Երբ որ խաչմերուկում կա կարգավորող, ուրեմն չի գործում ճանապարհային նշանները, գծանշումները եւ լուսացույցի ազդանշանները։ Լավ, ինչքան պետք է բացատրենք ու ասենք, որ կարգավորող կա, ուրեմն Սոնա Մնացական կանաչ լույսի տակով չի անցել։ Անցել է կարմիր լույսի տակով, այսինքն կարգավորողի արգելող ազդանշանի տակ է ինքը ճանապարհը հատել։ Դժոխ կողմի հակադարձումը մեկն է խաչմերուկը պատշաճ փակ չի եղել, հակառակ դեպքում Սոնա Մնացականյանը հնարավորություն անգամ չէր ունենա հասնել վտանգավոր գոտի։ Իսկ ով է վարորդ Նավասարդյանին ասել, որ խաչմերուկը փակ է ու նա կարող է անցնել։ Այս հարցի պատասխանն ըստ Տուժողի ընտանիքի փաստաբանի Շարասյան մեքենաների միջև տեղի ունեցած ռադիոկապի ձայնագրությունները կտային, բայց դրանք չկան, ոստիկանությունից ասել են տեխնիկական անսարքության հետևանքով չի ձայնագրվել։ Փաստաբան Ռաֆի Ասլանյանը մի քանի անգամ պահանջել է, որ փորձաքննություն սկսեն, հասկանալու համար ուր են դրանք, ինչպես են անհետացել։ Դատարանները 2 անգամ պարտավորեցրել են նշանակեք փորձաքննություն։ Դատախազն ինչ ասում, ընդունենք փչացած է, նշանակենք ինչ անենք։ Դատավորը Յուզբաշյանն ասեց, նշանակեք պարզեք, սա մեխանիկական եղանակով է փչացած արհեստական կերպով, թե փչացած է եղել։ Դա սա էլ են վախում անեն, որտեղ կարող եք պարզել, որ միջամտել են։ Դժոխ կողմը պահանջել էր, որ դատարանի առաջ կանգնեն նաև վարչապետ Փաշինյանին ուղեկցած Շարասյան ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Ըստ փաստաբանի այդ գործը փաստացի սառեցված է։ Հաջորդ տարի դրա վաղեմության ժամկետն էլ կլրանա։ Փաստաբանը հիշեցնում է կառավարության որոշմամբ հենց Շարասյան ղեկավար կազմն էր պատասխանատու արագության համար։ Սակայն նրա պնդմամբ դատախազությունը շարունակ նշել է, որոշումը կա, բայց կիրառման հստակ մեխանիզմները չկան։ Հղի կնոջ ողբերգական վրա երթից հետո փաստաբան Ռաֆի Ասլանյանի պնդմամբ օրենքը փոխվել է։ Արագության համար պատասխանատվությունն ուղղակի հանվել է Շարասյան ղեկավար կազմի ուսերից։ Կառավարությունը հանեց այդ պատասխանատվությունը դրեց վարորդների վրա։ Վարորդները պատասխանատվություն են կրում իրենց արագության համար, վերջ։ Հանեց որ հետագայում դες դեպք կլինի, էլ այս խնդրին չբախվեն։ Իրենց ապահովագրելու համար, այսինքն այս ջայլամային վարկագծով էլի միանգամից էդ էլ լուծեցին պրծան։ Մնացականյանի ընտանիքը 10 միլիոն դրամ գույքային հայց էր ներկայացրել հուղարկավորության եւ գերեզմանի ծախսերի դիմաց, սակայն դատարանը բավարարել է մասնակիորեն 4 միլիոն դրամի չափով։ Անցած տարի իրեն ուղեկցող Շարասյան մասնակցությամբ վթարի մասին հարցերին պատասխանելիս Փաշինյանն իրեն համեմատել էր մետրոյի վերջին վագոնում նստած ուղևորի հետ։ Ցավակցել եմ, ցավակցում եմ, ցավում եմ։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որ գնամ վկայություն, որովհետեւ ես չեմ էլ տեսել։ Դա ինչ ես մեքենայի մեջ նստած եմ եղել, մեքենայի մեջ շարունակել եմ նստած մնալ։ Պատկերացնում եք ինչ, ասենք դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջի վագոնը գնում մարդա վրա երթի ենթարկում։ Դուք ինչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Սոնա Մնացականյանի մահվանից 4 տարի անց ընտանիքը շարունակում է ծանր հոգեբանական ու առողջական վիճակում մնալ։ Նիստերից չբացակայող հորեղբայրը դատարանում սրտի կաթված էր ստացել։ Սոնայի հայրը Մացակ Մնացականյանը մի քանի անգամ սրտի վիրահատություն է տարել։ Սրտին 3-րդ ստենտն անցած տարի է տեղադրվել, իսկ մանկաբույժ մայրը փակվել է տանը։ Կինս դեպքից հետո չի աշխատում, տենց ինքնափոփ տանը նստած է։ Մեր ընտանիքը
Վարորդ Արամ Նավասարդյանը դատարանում ընտանիքից ներողություններ խնդրել, ասել, որ Սոնայի մահը նաև իր ցավն է, բայց շարունակել էր պնդել, ինքն անմեղ է, արագություն չի գերազանցել։ Սոնայի հայրը սակայն պահանջում է, որ վարորդը բանտում կրի իր պատիժը, դեմ է, որ խափանման ավելի մեղմ մեթոդ կիրառվի։ Որտեղ բանտում է, որ մեղադրյալը զգում է իր մեղքի ծանրությունը։ Ազատության մեջ ոչ մեկ մեղքի ծանրություն չի զգա, շփվելով իր հարազատների եւ ընտանիքի հետ։